Մայիսի 17-ին հայ առաքելական եկեղեցին տոնախմբեց երկրորդ ծաղկազարդը, որը նշվում է Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը։ Գորիս քաղաքի Հին Թաղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ու բակը լի էին հավատացյալներով։ Տոնական Սուրբ Պատարագը հանդիսապետում էր Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը։ Երկրորդ ծաղկազարդը, որը ազդարարում է Տիրոջ հաղթական մուտքը վերին Երուսաղեմ, տոնախմբում է միայն հայ եկեղեցին։ Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի հեղինակած մեծահրաշ այս խորհուրդ շարականում հանգամանորեն պատմվում է սրբազան ավանդությունը։ Եվ այս տոները, այս գեղեցիկ ավանդությունները պետք է պահենք, պետք է փոխանցենք մեր սերունդներին։ Տեսնում եք այսօր հայոց եկեղեցու նավը լողում է Ալեկոս ծովի մեջ, փոթոր տալիս ծովի մեջ, սակայն չի սասանվում, ոչ թե չի սասանվում, որ այնտեղ մարդիկ են ապրում եւ աղոթում, այլ չի սասանվում, որովհետեւ նավապետը ինքը Քրիստոսն է։ Եթե ոմանք չունեն այս հավատքը, ոմանք հեռացել են այս հավատքից եւ չեն ընդունում, որ նավապետը Քրիստոսն է, եւ Քրիստոսն է, որ պետք է հայոց եկեղեցին եւ հայոց ազգին տանի դեպի հավիտենականություն, ապա իրենք հայ ազգի հետ ընդհանրապես կապ չունեն։ Գորիսում պատմական եկեղեցիներ շատ են եղել, սակայն այժմ քաղաքը գործող երկու սրբավայր ունի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին եւ 17-րդ դարում կառուցված Սուրբ Հռիփսիմեն։ Երկար տարիներ խոնարհված Սուրբ Հռիփսիմե եկեղեցին վերաբացվել եւ սկսել է գործել 2011 թվականից։ Վերակառուցվեց Երկիր մշակույթ կազմակերպության կողմից, իհարկե մեր հետ համագործակցելով, եւ 11 թվականին, երբ նշանակվեցի առաջի իմ ծրագիրներ, իմ աշխատանքներ, որ եկեղեցին դառնա գործող։ Եվ այո, եկեղեցին շատ տարբեր առումներով նշանակություն ունի եւ այցելումներ ունի եկեղեցին։ Տեսնում եք, այ մյուս եկեղեցին հիմա վերականգնման մեջ ենք, մաքրելու աշխատանքների մեջ ենք, այս եկեղեցին ամբողջությամբ փոխարինում է նրան։ Եվ թող Աստված տա, որ մեր շեներում, համայնքներում ոչ թե մեկ եկեղեցի, մի քանի եկեղեցի լինեն եւ չբավականացնեն։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում բարեկարգվում եւ մաքրվում է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ուստի ժամանակավորապես բոլոր արարողություններն ու ծեսերը կատարվում են Սուրբ Հռիփսիմեում։ Տանիքի հետ խնդիրներ եղավ, ջրեր էին հոսում, պատերը կատարված աշխատանքները ամբողջությամբ փչացել էին։ Հիմա այդ վնասված հատվածները մենք վերանորոգում ենք, Սոս Արևելքի քրիստոնյաների համաֆինանսավորմամբ կարողանում ենք եկեղեցին գեղեցկացնել, բերել բարվոք վիճակի մեջ։ Սյունյաց թեմի հոգևորականները սպասավորում են մարզի 4 խոշոր Գորիսի, Կապանի, Սիսիանի ու Մեղրիի համայնքներում, ինչպես նաև հեռավոր գյուղերում, փորձելով տարբեր ծրագրերով մշտապես լինել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքին։ Մեր ժողովուրդը եկեղեցու կողքին է, մեր կողքին են, իրենց սրտի ցանկությամբ է, որ մենք միշտ լինենք Սուրբ Էջմիածնի կողքին։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։